Երևանում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով բժիշկը մահացել է, այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Սուհայլ Ալ-Մազրուին եւ Էթիադ Ռեյլ ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին։ Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման վերաբերյալ։ Նախնական տեղեկություններով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղաքասերակցության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման էին ենթարկվել Signal հավելվածում։ Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը եւ մուտք գործել ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսիաներ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է իր լավ հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Գիտեմ, որ մամուլը զայրանում է, որ Էրդողանն ինձ դուր է գալիս, բայց ես հավանում եմ նրան, նա էլ ինձ եւ մենք երբեք որևէ խնդիր չենք ունեցել։ Նրա խոսքով Թուրքիան Սիրիայում արեց այն, ինչը ոչ ոք չէր կարող անել։